Նախորդին աշտարակում հանդիպեցինք մեր հայրենակիցներին, խոսեցինք տաղանդներին պաշտպանելու պետության պարտականության մասին։ Մեր ձգտումը պետք է լինի ապահովել Նոբելյան մրցանակի արժանի հաջողություն այստեղ Հայաստանում արված աշխատանքով։ Թող համաշխարհային հրճակ ձեռք բերի Հայաստանում աշխատող գիտնականը, ով աշխատում եւ ստեղծում է Հայաստանում, կուզի ազգությամբ ռուս, եզդի, արաբ կամ գերմանացի լինի, եթե նա աշխատում է Հայաստանի լաբորատորիայում, Հայաստանի դրոշն է ծածանում, նա մեր արժանապատվության մասն է։ Պետության առաջին պարտականությունն է դառնալ միջավայր, որտեղ տաղանդը ստանում է հնարավորություն։ Միջավայր առանց կապերի խնամիական, որտեղ օրենքը հավասար է, մրցակցությունը արդար, կարգ ու կանոնը կանխատեսելի։ Միջավայր, որտեղ պարտադիր է որակյալ դպրոցն ու համալսարանը, գիտությունն ունի երկարաժամկետ ֆինանսավորում, որտեղ կա անհրաժեշտ տեխնիկայով հագեցած լաբորատորիա, իսկ արդյունքը, հեղինակային իրավունքը պաշտպանված է պատշաճ կերպով։ Պետությունը պարտավոր է խրախուսել տաղանդավոր գիտնականին հարկային խթաններով, փոքր դրամաշնորհներով սկսվող եւ մեծ ծրագրերով շարունակվող ճանապարհով, պետական պատվերով, եթե անհրաժեշտ է նորարարության համար։ Եթե մարդը ստեղծում է Հայաստանում, նա արդեն մեր ազգային հաջողությունն է։ Սա է մեր քաղաքական կամքը ու պարտականությունը՝ ստեղծել միջավայր, որտեղ ամեն ոք հավատում եւ ասում է՝ ես կարող եմ, իսկ պետությունն ասում է՝ ես քո կողքին եմ։